Սրտի խորքից ասենք փառք ես Տեր։ Շնորհակալ ենք Հիսուսից, մեր Տեր Հիսուս Քրիստոսից, այո, այս ամենի համար, որ մենք հիմա այստեղ ենք։ Եղբայրներ, քույրեր, ես միշտ հաճախակի ասում եմ, որ պաշտամունքից առաջ շատ խնդիրներ են առաջանում, որ մարդը չգնա ասոտում։ Եթե ուշադրություն դարձնեք, շատ արգելքներ են լինում։ Այդպես կարելի է համարել եւ հարգելի պատճառներ, բայց երբ որ դու գալիս ես Տիրոջ տուն եւ ներկա ես, արդեն սա հաղթություն է, բարդ ու Տիրոջ։ Սա արդեն իրական հաղթություն է, երբ որ մեր հոգու աչքերը բացվի եւ մենք հասկանանք, թե ինչ մեծ պատերազմ է գնում ամեն մի հավատացյալի համար, որ ինքը ասոտուն չգնա։ Ամեն մի հավատացյալի համար, որ ուզում է Սուրբ Գիրքը բացի եւ կարդա։ Թող Աստված օրհնի, որ մենք միշտ այդպես առողջ լինենք։ Ես մեր հրանտ եղբոր հետ պայմանավորվածություն չունեի այդպես։ Բայց այնց սրտից մեջ ուրախություն էր գալիս, երբ որ եղբայրը խոսում էր ճշմարիտ սիրո մասին եւ փոխադարձ օրինակները բերում էր ծնողին։ Իմ սրտում այսօր դրված այո ճշմարտության սիրո մասին խոսալ։ Մի սիրո մասին, որը ճշմարիտ է, որից առավել ճշմարտություն ու սեր մենք ոչ միտեղ չենք կարող ունենալ։ Ինչպես ավետարանն ասում է, եթե դուք ծնող լինելով կարող եք ձեր երեխան, ասենք, հաց ուզի, հոգար չես տալու, որ ձուկ ուզի, օձ չես տալու։ Եթե դուք, որ մարդ եք եւ ուզում եք երեխաներին ինչ-որ մի բարի բան անել, հապա ձեր երկնավոր հայրը կա մի հարց, որ դու խնդրես ու ինքը քեզ չառաջնորդի, չորհնի։ Հնարավոր չի եղբայրներ, քույրեր։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Իհարկե ճշմարտության սեր այդպես մենք բոլորս կարող ենք ասել, որ շատ բարի է, երբ որ մենք ունենանք այդ սերը, շատ մաքուր է, երբ որ մենք ճանաչենք այդ սերը։ Բայց մի փոքրիկ ճանապարհ կանցնելու եղբայրներ, քույրեր։ Այդպես չի, որ հիմա ես ասեմ, ես ուզում եմ այդ սերը եւ այդ սերը ունենամ։ Իրականում այդ սերը դու կարող ես ունենալ եւ կա այդ կյանքի սերը, ճշմարիտ սերը արդեն խաչի վրա խաչված, ապացուցված է, թե ինչքան շատ է սիրում քեզ։ Ինչքան շատ է սիրում ամբողջ աշխարհի բնակչությանը, մարդկությանը։ Եվ այդ սերն է, որ ինձ ու քեզ ուժ է տալիս, որ մենք դեմ դնենք ում հակառակորդին, որը տանում է ուր մահվան, հավիտենական կորստի։ Եղբայրներ, քույրեր, Թեսաղոնիկեցիս մեջ ես պետք է կարդամ երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխի մեջ երկրորդ խոսքից եմ ուզում կարդալ, որ ասում է չլա որ շուտ մը խախտվիկ ձեր մտքեն, որտեղից է մարդը խախտվում, շուտ մը խախտվիկ ձեր մտքից։ Սիրելի Աստծո շատ կարևոր է, որ մեր միտքը աշխարհի մտքից դուրս եկած լինելով նորից չխախտվի գնա այդ կյանքի մեջ։ Որովհետև այսօր Պողոս առաքյալը եւ Թեսաղոնիկեցի եկեղեցում նկատել էր այդ խնդիրը։ Այո, եկեղեցու մեջ ժողովրդի հետ, երբ որ մեր ավակ եղբայրները աշխատանք են տանում, հոգեբարձություն են անում, հոգով տեսնում են, թե եկեղեցում ինչ է կատարվում։ Եվ առաքյալը տեսել էր, որ Թեսաղոնիկեցի մեջ, ժողովրդի մեջ առաջացել էր մտքի խախտում։ Դրա համար Տիրոջ խոսքն ասում է, չլա որ շուտ մը խախտվիկ ձեր մտքի մեջ։ Եկեք այսօր ես ու դու մեր անձերը դնենք ավետարանի առաջ, ինչպես Հակոբոս առաքյալն ասեց, չէ՞, հայլին հոգու որն է, ավետարանը, Աստվածաշունչը։ Հիմա Աստվածաշունչը ինձ ու քեզ ասում է, չլինի թե շուտ խախտվեք ձեր մտքեն, խախտվելուց հետո առաջանում է խռովություն, որը լինում է, ասենք, հոգու մեջ, եւ խոսքը ճիշտ չընդունելուց առաջանում է տարաձայնություն, քո եւ ճշմարտության մեջ։ Դրա համար Պողոս առաքյալը տեսեք ասում է, չլինի թե դուք խախտվեք ձեր մտքի մեջ եւ խռովություն գա ձեր վրա։ Ես այս խոսքերը ընդունում եմ ինչպես որ գրված է եղբայրներ, քույրեր։ Մի մտածի, եթե քո սրտի մեջ կա խռովություն, ինչ որ հարցեր,
Մի մտածի ինչ որ մեկի պատճառով է դա։ Այո, այսօր մենք շատերս մտածում ենք, թե ինչ որ մեկը մեզ խանգարում է, որ մենք ընկնենք խռովության մեջ։ Ինչ որ մեկն է պատճառը, որ ես խռովեցի կամ իմ մեջ հարցեր առաջացավ, հոգուս մեջ տագնապ առաջացավ, այ որ այս եղբայրը կամ այս քուրիկը կամ այս ինչ հարևանը կամ այս ինչ մեկը որ գործի տեղը կամ ինձի չվնասեր, ես այդ խռովությունը չէի ունենա։ Այդ վիճակի մեջ չէին գնի։ Արդյոք սա այսպես է եղբայրներ քուրեր։ Ավետարանը այդպես չի սովորացնում։ Ավետարանը ինձ սովորացնում է, մեզ բոլորիս սովորացնում է առաջինը դու քեզ հսկի։ Հայլին դիր քո առաջ։ Եթե սիրելի հոգի դու մոտիկանաս ճշմարտության սիրուն, եթե դու ամեն բան թողնելով նայես Գողգոթա Հիսուս Քրիստոսին, որը սիրով խաչի վրա է բարձրացել, հիշում եք Փիլիպպեցի գրքի մեջ ասում է, խաչը հանձնարավ ինչի համար, գալիք ուրախությունը ունենալով սրտի մեջ։ Եղբայրներ քուրեր, եթե մենք Քրիստոսի խաչի հետ հանդիպել ենք, արդեն այդ ճշմարտության սերը քո սրտի մեջ կա, ոչ մի խնդիր, ոչ մի խախտում, ես այսպես եմ տեսնում եւ հասկացել իմ առօրյա կյանքի մեջ, չի կարող եղբորը քրոջը ճշմարիտ ճանապարհից շեղի։ Բացառվում անգամ մարդկային սիրո մեջ է սա երևում, մարդկային սիրո մեջ, ծնողական սիրո մեջ, ընտանեկան սիրո մեջ է սա երևում, որ մի անznավորության, որ դու անկեղծ սիրում ես, դու անգամ տեսեք աշխարհում էլ ասում է կյանքս կդնեմ, ինչպես եղբայրը վկայեց, ընկերոջս համար, կնոջս, ամուսնու, վերջապես երեխայի կամ պապիկի, տատիկի համար։ Բա առավել այդ ճշմարտության սերը, եթե քո սրտի մեջ ծնված է, դու ոնց կարող ես այս աշխարհային գաղափարների մեջ խռովություն ունենալ։ Հնարավոր չի եղբայրներ քուրեր։ Դա համար առաքյալը շեշտը դնում է, խնդիրը դնում է առաջինը քո սրտի մեջ, քո մտքի մեջ խնդիրներ չառաջանա։ Գիտեք, հողմակոծյալ ալիքը դա ասում է, երբ որ մարդը տարակուսանքի մեջ է, երկմտության մեջ է, հողմակոծյալ ալիքի կնմանվի։ Հիշում եք այդ տեղերը։ Հողմակոծյալ ալիք հաստատություն չունի իր սրտի մեջ, հաստատված չի ճշմարտության սիրո մեջ, կարող է հակառակորդը շատ հեշտ մոտիկանալ եւ թուլացնել սիրելի հոգի։ Թող Աստված օրհնի, ոչ թե մենք իրոք իմ համար եմ ես ասում, ոչ թե ես այսօր եկել եմ քարոզելու, սովորացնելու, ոչ եղբայրներ քուրեր։ Աստված օրհնի բոլորիս։ Ես չեմ եկել քարոզելու, Փառք Աստծուն, ստեղ այնքան Հայաստանում եղբայրություն կան, որ կարող են խոսալ, հակառակը մենք կարիք ունենք, որ Հայաստանից եղբայրները գան մեր մոտ, Եվրոպաները, տարբեր տեղեր, Ռուսաստաններ գնան եւ շնորհքը փոխանցեն, որտեղ ես ստեղ եմ ծնվել, ստեղ եմ ապաշխարել եւ այս մեր հայկական հոգին, շունչը քրիստոնեական ամբողջ երկնքի թագավորության խորհուրդ եմ տեսնում ես։ Ասենք չեմ ուզում ուղակի տենց գովալ, հա, Արոն աղբեջան, չեմ ուզում գովալ, բայց ամբողջ աշխարհով պտտվենք, բոլորն մեր եղբայր քուրերն են, բայց այն հայկական հոգևոր նվիրվածությունը, անկեղծությունը, միգուցե ես սխալվում եմ, բայց ես չեմ տեսել ոչ միտեղ։ Մի տեսակ ուրիշ բաներ եմ տեսնում։ Եղբայրներ քուրեր, իսկ ավետարանը ամեն բանից առավել է, ամեն բանից առավել է։ Արդեն ավետարանը մի ճշմարտություն է, որը քեզ տանում է Հիսուս Քրիստոսի մոտ, որ ամբողջությամբ ասում է դու Հիսուսին նայի, ոչ աջ նայի, ոչ ձախ նայի։ Գիտեք, այսօր շատ դեպքերում այդ տեղերը կան, ուղղակի ժամանակ չկա, որ կարդան եղբայրները պիտի խոսան, շատ տեղերում ավետարանը սովորացնում է, հորդորում է, հեռու մնացեք սուտ մարգարեներից, սուտ գաղափարներից, սուրբ վարդապետություններից, այդ է խախտում մարդու ուղեղը, մարդու միտքը, խախտում են ճշմարտությունը, ոնց որ ասենք շատ տեղերում ասում են տարբերություն չկա սեռի մեջ, արդյոք սա ճշմարիտ հասկացողություն է եղբայրներ քուրեր, որ վերջերս էլ ասում են, չէ, Ամերիկայում պրեզիդենտ ասեց, որ այդպես բան չկա, մեր կոնգրեսը որոշում է, որ կա, երբ պետք է լինեն տղաներ եւ աղջիկներ, վերջ։ Կարծես այսօր խախտվել ամեն բան իրար։ Սա մտքի խախտում է։
Ստեղ սատանան հակառակորդը ուզում է այն, որ Աստված դրել Ադամին եւ Եվային, այն, որ Աստված կազմավորել է ճշմարտությունը, այն, որ Աստված իր ծրագրով ուզում է ինձ ու քեզ հավիտենական կյանքին տանի ադամական մեղքից ազատելով, նույն իրականությամբ, բայց սուտ մթնոլորտով գործում է, ինչպես Հայր Որդի Սուրբ Հոգու խորհուրդը կա, այդպես գործում է սատանան իր զորությունով, սուտ գազանը, սուտ մարգարեն։ Եղբայրներ, քուրեր, ինչքան կարևոր է, որ այսօր ես ու դու մեր միտքը, մեր գաղափարը ավետարանից հանգարց չեղենք։ Ով ինչ ուզում ասի, դու պետք է ավետարան իմանաս, եղբայրս, քուրս։ Եթե ես ավետարանը չկարդամ, ասում եմ, տեսեք, ասում եմ, չլա թե մեկը ձեզի խափե, կերպով մը վասնզի այն օրը պիտի չգա ապստամբությունեն առաջ եւ հայտնվի անօրության մարդը, դա երրորդ խոսքն է։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս, երկրորդ գլուխ, երրորդ խոսք։ Չլա որ մեկը գա։ Ուրեմն գալու է, չէ՞։ Ուրեմն գալիս է, չէ՞։ Ուրեմն գործում է, չէ՞։ Եթե ասում է չլա, ուրեմն առաքյալը տեսնում էր այդ կարգավիճակը ու միջև առ այսօր այդ խնդիրները կա, եղբայրներ, քուրեր, որպեսի մարդկանց խախտեն, բայց ես ուզում եմ միջև ճշմարտության խորհուրդն ասա, մարդիկ եթե չխախտվեն, մարդկանց մեջ չի առաջանա այս վիճակը խռովություն, ոչ հոգով եւ ոչ էլ խոսքով։ Հոգու խռովությունը ծանր հանցանք է, եղբայրներ, քուրեր։ Այո, ես չեմ ուզում ասել դա մեղք է, բայց դա հանցանք է, երբ որ քո հոգին խռոված է։ Խռոված մարդը չի կարող անգամ աղոթք անել։ Խռոված մարդը չի կարող Աստծուն փառ տալ անկեղծությամբ։ Խռոված մարդը չի կարող սիրի քրոջը, սիրի եղբորը։ Ես չեմ հավատում։ Խռոված մարդը տրտմության խորհրդի մեջ, մթության մեջ նստած, ինչպես Մատթեոս ավետարանն ասում, ժողովուրդը մեղքի շուքի տակ, չէ, մթության մեջ նստած էին, խռոված, բայց լույսը ծագեց փառ Տիրոջը։ Ավետարանը դա Աստծո լույսն է, եղբայրներ, քուրեր, քո հոգու կերակուրն է։ Մենք մեր մարմինը ամբողջությամբ կարողանում ենք օրը 1 թե 2 անգամ կերակրել, իսկ հոգին, եղբայրներ, քուրեր, այսօր աշխարհը մոռացել է հոգու կերակուրի մասին, խռովության մեջ է աշխարհը։ Աշխարհը չի կարողանում գաղափարապես հասկանալ, մտավորապես ընդունել, որ Հիսուս Քրիստոս ճշմարիտ Աստված, հավիտենական կյանքի թագավորը պիտի գա եւ ամբողջ այս աշխարհի տառապյալ ժողովրդին հավիտենական կյանքին տանի։ Եղբայրներ, քուրեր, թող Աստված օրհնի։ Դա համար այսօր պատերազմներ, մահտարաժամներ, այս ծառիմն, այս ճյուղիմն, այս հողիմն է, սիրելի հոգի, բա հոգուտ փրկությունը ումն է։ Այսօր մարդը կարող է թողնի իր հոգու փրկությունը, մտածի թե բարեգործություն կամ չգիտեմ մեծ հրաշքներ անում, բայց Մատթեոս ավետարանի մեջ Տերը պիտի կանգնի այդ օրը եւ քեզ ու ինձ ասի, մարդկանց ասի, ովքեր որ ճշմարտության մեջ չեն, թող մի կողմ գնան, ես չեմ ճանաչում, իսկ ովքեր ճշմարտության սիրո մեջ են, թող գան հորս ստեղծած հավիտենական կյանքը մտնեն։ Սիրելի հոգի, այսօր իմ ու քո առաջ դրված այս ճշմարտությունը, տեսեք, մենք շատ անգամ մտածում ենք, թե հակառակորդը ինչն է պատճառը, որ ասենք ինքը կարողանում ասենք մեզի մոտիկանալ, ինչն է պատճառը, ասենք մենք կարանք արգելենք, թե ոչ։ Հավատացյալը երբ կարող արգելի, որ հակառակորդը չմոտիկանա։ Շատ հարցեր կա, շատ չէ կարա ասի աղոթեմ, չէ ծոմ պահեմ, վերջապես սուրբ կարդամ, ամեն ինչը կարանք մենք մտածենք, ասենք։ Ավետարանը շատ տեղեր է մեզ սովորացնում, եղբայրներ, քուրեր։ Բայց երկրորդ գլուխ 9 խոսքը ես ուզում եմ կարդալ, որպեսզի մենք մի փոքրիկ սրա վրա ուշադրություն դարձնենք։ Անօրենի գալը սատանայի ազդեցությունով է։ Անօրենը գալիս է, մոտիկանում է, ում ազդեցությունով? Սատանայի։ Ինչպես ճշմարտության սերն ունի զորություն խաչի վրա Հիսուս Քրիստոսի, նույն հակառակությամբ անօրենը գործում է սատանայի զորությամբ։ Սատանան ունի իր սուտ մարգարեները, ունի գազանը, որոնք սուտ զորություններով գրված է, այդպես ես ուզում եմ կարդամ։ Նրա գալը սատանայի ազդեցությունով է, բոլոր զորությունով եւ նշաններով եւ սուտ հրաշքներով։ Եղբայրներ, քուրեր, հրաշք ա եղել։ Ասում են, ինչ հրաշք եղավ։
բա դու չզանազանես էդի գազանից սուտ հրաշքա, թե մաքուր հրաշքա, ոնց զանազանենք, հրաշք է եղել, ասենք միտեղ բժշկություն է եղել, կամ չգիտեմ ծովա բացվե, ինչ-որ բան է եղել, աստղն իջացե, հրաշք, ամբողջ աշխարհով հիմա լինում է, ասում են, ես ինչ տեղ, ես ինչ բան եղավ, ես ինչ հրաշքն եղավ, սիրելի հոգի, ճշմարտության սերը, որ քո սրտի մեջ լինի, դու կճանաչես մոլորությունը եւ ճշմարտությունը։ Հնարավոր չի, որ այսօր ասենք դու քո ծնողին ճանաչում ես, գիտես ով է քո ծնողը, կամ դու ճանաչում ես քո ամուսնուն կամ քո կնոջը, եւ ինչ որ մեկը գալիս է եւ քեզ ասում է, գիտես, ասենք Մինասն է քո ծնողը, բայց քո ծնողը ասենք Աշոտն է կամ վերջը, մի հատ անուն է տալ եւ ասում ենք քո ծնողն է։ Ծնողին ճանաչող մարդը շուտ կխափնվի։ Մանկատան մեջ մեծացած երեխան ում էլ բերեն ասեն ծնողը դա ինչ կասի, կընդունի, կասի, որ ասում եք ուրեմն տենց է, ինքը իր ծնողին չի տեսել, շատ ասի արյան անալիզ արեք, որ արյան դենկայով ես հասկանամ իմ ծնողն է թե ոչ, եթե միտքդ կան հասկանա, եղբայրներ քուրեր այսօր աշխարհը այդ մանկատան մեջ է, այսօր աշխարհը այդ մթության խավարի մեջ է, մտները խախտված եւ ասում են Հիսուսն է քո հայրը, քո ծնողը, չի կարողանում ընդունել, չի կարողանում այդ ճշմարտության սերը իր սրտի մեջ զանազանի, բայց այդ սերը խաչի վրա ասում է զավակս, ես քո համար եմ խաչվել, քո մեղքերի համար եմ խաչվել։ Դրա համար այսօր ինչքան կարևոր է ոչ թե մենք փիլիսոփայենք, ոչ թե մենք մարդկանց ասածով կամ քարոզներով Քրիստոսի ճանաչենք։ Սիրելի հոգի, այսօր ես սա շատ անգամ եմ ասել, շատ տեղեր եմ վկայել։ Շատ է տեղյակ եք ունեմ 7 երեխա, 12 թոռնիկ, Աստված օրհնի բոլոր երեխաներին եւ ծնողներին եւ թոռնիկներին, բայց խոսքը դրա մասին չի։ Միջև հիմա ասում եմ, այն փոքրիկներն են, որ մեծանում են սկսում են հասկանալ, ասում եմ Հիսուսին ընդունի, հետո ինձ որպես հայր։ Ես ամենաերջանիկ ծնողը կլինեմ։ Երեխան, երբ որ Տիրոջն է ճանաչում, հետո քեզ, կամ ծնողը, երբ որ Հիսուսին է ճանաչում, ինչպես եղբայրս վկայեց, Հիսուսին շատերը այո կգնան իրանց երեխաների համար կյանքը կդնեն։ Բայց գիտեք, երբ որ դու Քրիստոսով ես անում ինչ-որ մի բան, դա Տիրոջ փառքն է երևում։ Որովհետև դու հարգում ես քո ծնողին, եղբայրներ քուրեր, չեմ ուզում խոսքեր կարի, բայց շատ կարևոր բաներ է, ծենանոցներ շատ ենք այցելել մեր ավակ եղբայրների հետ, Հայաստան էի ապրում դեռ 30 քանի տարիներ առաջ։ Գիտեք ինչ այն մեջ տպավորվել։ Ամեն ինչ լավ էր, կարծես տալիս ենք օրանժը, ապերսին, ասենք ինչ-որ մրգեր, բուրումներ տալիս ենք, մարդիկ ուտում էին, լավ էին զգում, խոսում էին, ուրախանում էին, բայց անընդհատ պատուհանին էին նայում։ Ասում եմ տատի ջան, ինչ ես նա։ Ասում եմ ոնց որ տղես է գալիս, ոնց որ աղջիկս է գալիս։ Անընդհատ ինքը լավ էր ամեն բան, բայց ինքը սպասում էր ում իր երեխային։ Եղբայրներ քուրեր եւ այդպես տարիներով ինքը նայում էր այդ պատուհանից, բայց երեխան չէր գալիս։ Հիմա դու ինչ կարծիք ես, մեր հայրը Հիսուս եւ բարձրալ տիրակալ եւ Աստված սպասում է թե չի սպասում։ Այն հոգում, որ դրել է քո մեջ։ Այո, Սուրբ Հոգին, հələ չեմ ասում, ես ասում եմ քո հոգին։ Ամեն մեկս հոգի ունենք թե չունենք։ Մարդը որ մահանում ասում են հոգին տվեց, հոգին գնաց։ Այդ հոգին Տերն է դրել քո մեջ, սիրելի հոգի։ Եվ Տերը ցավում է այդ հոգու համար։ Դուք պատկերացնում եք իր երեխան իրան չի ընդունում։ Մի բան էլ առհամարում է եւ խախտված մտքով չեր ուզում ընդունի եւ ծաղրում անգամ իր եղբոր վրա, ինչի հետևից է ընկե ինչ հավատացյալ։ Եղել է տես դեպքեր։ Այ քուրիկ ջան, այ մայրիկ ջան, ինչ հավատացյալ, այ աղբե ջան, ջայլ տղա ես, ջայլ աղջիկ ես, ինչ ես ընկե հավատացյալ։ Կյանքդ առաջը տա։ Ոչ, սիրելի հոգի։ Ծնողի համար այսօր ցավա, որ իր երեխան եկեղեցու մեջ չի։ Տենց է թե ոչ։ Իր թորնիկը եկեղեցու մեջ չի, ծնողը ցավը քաշում է։ Բա մեր Հիսուսը չի ցավում դրա համար, որ աշխարհի իմ հարևանը, քո հարևանը, քո հորողբոր տղան, բարեկամ ընկերը այսօր քո հորը չի ճանաչում եւ իր հորը չի ճանաչում։
Եղբայրներ, քույրեր, թող Աստված օրհնի մեզ։ Ես ուզում եմ այս խոսքի մեջ 3 կետի վրա կանգնեմ, որ շատ ասենք իմ համար ճշմարտության սերը դա երկրորդ Թեսաղոնիկեցի հենց ասենք երկրորդ գլխի 10 խոսքն ասում, որը ես ուզում եմ կարդամ եւ այդ ճշմարտության սիրո մասին այդ փոքրիկ վկայությունները, որ իմ կյանքում կա, ես այս խոսքով եմ ապրում։ Ասում է, որը որ մենք կարդացինք եւ կորսվածներուն վրա անհիրավության բոլոր խաբեությունով նա գործում է, քանի որ անոնք, տեսեք ինչ ասում, անոնք ճշմարտության սերը չընդունեցին, որպեսի փրկվեն։ Ուրեմն հակառակորդը ազատ գործում է երբ այն մարդկանց հետ, այն վիճակների վրա է տիրապետում եղբայրներ, պարզ գրված է, քանի որ անոնք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն։ Անոր համար Աստված սեր պիտի խրկի անոնց այս կետ արդեն կարմիր գծից են կոմնա։ Աստված ոչ արասցե, որ մի եղբոր կամ քրոջ կյանքում այս կետ անցնի։ Այսա իրականությունն է։ Տեսեք, մարդիկ, որ այդ ճշմարտության սերը ունեն մի կետ, մի ժամանակ, մի ընթացք, որ տրված է երկրորդ Թագավորաց 14:14, ասում Աստված հնարքներ է ստեղծում, որպեսի աքսորվածը չաքսորվի, հիշում եք այդ տեղը, որպեսի աքսորված չմնա, ամեն մեկիս կյանքում հնարք է ստեղծում, միգուցե հիվանդություն, միգուցե վթար, միգուցե մի դեպք, մի դիպվածք, մի վկայություն։ Եվ գիտեք դրանից հետո Աստված արդար է, երկնքում ոչ մի հոգի չի կարող կանգնի ասի Տեր, բայց ես չգիտեի քո ճշմարտության մասին։ Բայց ես տեղյակ չէի, կամ ինչի ես չիմացա, այդպես բան չկա։ Եղբայրներ, քույրեր, ես որ Աֆրիկա էի, Աստված թող ողորմություն անի։ Գետնի վրա նստած էին մարդիկ, եւ մուսուլմաններ, եւ քրիստոնյաներ, միասին Հիսուս էին քարոզում։ Գետնի վրա մեջների այն լավ ապրողը, գիտեք ոնց էր երևում, որ այդ գետնի վրա մի փոքրիկ փալաս էր գցել, կարծես բասկաթոռի վրա էր նստած։ Իդի մեջների լավն էր։ Ու տենց մի 100 քանի հոգի, ու գիտեք եղբայրներ, քույրեր, մի ուրախություն, մի խաղաղություն, մի սեր այդպես Հիսուսի հետ, ասում եմ Տեր Աստված, իսկ ինչ սեր է, որ ասենք ինձ այս տուն ունեմ, աթոռ ունեմ, սեղան ունեմ, որ հաց ուտեմ, բայց դե մարդիկ գետնի վրա, ինձ մի հատ սիրով էին փառաբանում Տիրոջը, այնց ուրախություն կար, այդ որտեղից այդ ուրախությունը Տեր, որովհետև անկեղծ մանուկի նման, գիտեք հոգին խռոված չի, հոգու խռովությունը դա ծանրություն է եղբայրներ, քույրեր։ Թող Աստված օրհնի մեզ յուրաքանչյուրիս, որ մենք ինձանից սկսված Քրիստոսի ճշմարիտ սերը ճանաչենք։ Ես դրա կարիքն ունեմ, եւ ընտանիքի, եւ եղբայրներ, եւ եկեղեցիներում միայն սա խնդրենք, Տեր, ամեն մի եղբայր, ամեն մի քույր հանդիպի քեզ։ Գիտեք, շատ խնդիրներ ա լինում, խնդիրներ առաջանում, մարդիկ ասում են, սենց անենք, ընենց անենք, ես մի բան լավ հասկացել եմ։ Բոլոր խնդիրների, խնդիրների, հարցերի պատասխանը Հիսուսին ճանաչելու մեջ է։ Դու ճանաչում ես մի ճշմարտություն, որ հավիտենական կյանք ունի իր մեջ ու մահ չկա։ Եվ ճանաչեցրել են մեզի ծնված օրվանից, որ մահ կա, պիտի ապրես, վերջապես մեռնես, որը դու պիտի ընտրես, երկրորդ օրինաց 31 գլուխ, կյանք օրհնություններով եւ մահը անեծքով դրված է քո առաջ, ընտրի ասма զավակս, ինչը, կյանքը իր ճշմարտությունով։ Այո, այսօր իմ ու քո ժամանակն է, որ ես ու դու այդ ճշմարտությունը ընդունենք եղբայրներ, քույրեր ջան։ Եվ երբ որ մենք կարդանք օրինակ 12-րդ գլուխը, 2-րդ գլխի 12-րդ խոսքի մեջ եղբայրներ, քույրեր, գալիս է հոգու սրբության խորհուրդը, որ ճշմարտության սերը, այո, ճշմարտության սերը քո հոգի սրբում է։ Ով է հավատում, ինքը հիմա սրբվում է, այ հենց հիմա։ Հենց հիմա, եթե դու Հիսուսի ճշմարտության սիրո վրա չես կասկածում, քո հոգին հիմա սրբվում է։ Այդ process-ը հիվանդանոցում, եկեղեցին դա հիվանդանոցն է հոգու, որ դու եկել ես բժշկվելու, առողջանալու եւ գնալու, ոչ թե ավելի տկարանալու եղբայրներ, քույրեր։ Եվ բայց ասում եմ, մենք պետք է միշտ Աստծուց մեկ գոհանանք ձեզի համար, Տերոջ մեջ սիրված եղբայրներ,
վասնզի Աստված սկզբեն ձեզ ընտրեց փրկելու հոգին սրբելովը։ Ինչը սրբելովը։ Հոգին սրբելովը։ Աստված ինձ ու քեզ ընտրում է, ասելի հոգի, որ մեր հոգիները ինչ անի, որ մեր հոգիները սրբի այդ մեղքից ծնված հոգին։ Փոքրիկ երեխաներ են, բոլորս տեղակ ենք, նորացին, թեկուզ ասենք 2-3 ամսեկան կամ մի տարեկան միջև, քուր եղբայր են, կռվում են իրար, թե չէ, թե սիրում են իրար, խաղաղ, հանգիստ։ Ես իմ տիկնիկն է, ես իմ մեքենան է, միշտ կռիվ, միշտ վեճ, երեխա, ասենք, տան մեջ, միշտ այդ գորգորոցը, խառնաշփոթը կա, ինչի համար ախր։ Անմեղ երեխեք են։ Մեղքի բնությունը դեռ հոգին չի մաքրված, չի սրբված։ Ինչի ասում մանուկ հասակից երեխաներին ինչ արեք։ Գավազանը մի պահեք, որպեսզի հոգին չարությունից ազատվի։ Երեխա է, բայց խոսք այդպես ասում։ Եղբայրներ, քուրեր, ճշմարտության խոսք հավետարանը միակ արդարությունն է, որ ինձ ու քեզ կանում է ճշմարտի ճանապարհի մեջ եւ կանգնացնում է եւ առաջնորդում է։ Դրա համար Պողոս առաքյալը շատ համարձակ ասեց. հոգին սրբելովը եւ ճշմարտությանը հավատքին տանելովն է։ Թող Աստված օրհնի եղբայրներ, քուրեր ջան։ Խոսքի հետ կապված միտեղ եմ ուզում կարդամ 14 խոսքը։ Ասում է ուստի եղբայրներ, հաստատ կեցեք, մի բռնեցեք այդ ավանդությունը, որոնք սորվեցաք, թե խոսքով, թե թղթերով։ Թղթերը ավետարանն է, չէ՞։ Քարոզն է, խոսքն է, չէ՞։ Տեսեք նորից ասում է ուստի եղբայրներ, հաստատ կեցեք։ Այս դրա վրա մի փոքրիկ կանգնեք դուք ձեր կյանքում առօրյայում։ Ինչ է նշանակում հաստատ կենալ։ Ճշմարտության սերը ճանաչել ու թողնել վերջացավ։ Պողոս առաքյալն ասեց. ինչ արեցի, պատերազմս պատերազմեցի, այսինքն հավատքս պահեցի, այսօր մնում է Աստծո ողորմությունը։ Սիրելի հոգի, պատերազմը մեկ օրվա պատերազմ չի։ Մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, չէ՞, այդպես է գրված։ Մեր պատերազմում դեմ է օդի իշխանի սուտ սատանայից եկած բանսարկուի սուտ մարգարեի դեմ է, որը քո հոգին պղտորելով ուզում է ճշմարտության ճանապարհից հեռացնի։ Թող Աստված օրհնի եւ կկարդամ 16 խոսքը 15-ը ասում է եւ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մեր հայրը Աստված, որ մեզ սիրեց եւ տվավ մեզի հավիտենական մխիթարություն եւ բարի հույս շնորհքով։ Ուրեմն գալիս եմ այն առաջվա խոսքին, որ մեր հոգիները երբ որ խախտված են, մտքերը եւ խռոված են, կա մխիթարություն թե չկա։ Այս է մխիթարությունը։ Ոչ միտեղ մի փնտրեք, ոչ մի բանի մեջ մի տեսեք մխիթարություն, եղբայրներ, քուրեր, ոչ աշխատանքի, ոչ ֆինանսի, ոչ մի հաջողություն չի կարող քո հոգին մխիթարել։ Կարող է միտքը մխիթար, գիտեք, մարդը մտքով մխիթարվում է, բայց սա հոգու մխիթարությունը չի։ Ասում են, ինչ լավ է, ամեն ինչ լավ է, բայց հոգին մխիթարված չի։ Հոգու մխիթարությունը ստեղ է, եղբայրներ, քուրեր ջան, որ ասում է ձեր սրտերը մխիթարը եւ ձեզ հաստատ է ամեն բարի խոսքերու եւ գործերու մեջ, որովհետեւ Հիսուս Քրիստոս մեր հայր Աստված, որ մեզ սիրեց եւ տվավ մեզի հավիտենական մխիթարություն եւ բարի հույս, ում վրա կենթանի Աստծո վրա։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քուրեր ջան, ես միտեղ կարդամ եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Տեսեք, դասագրված առաջի թագավորաց 18-րդ գլխի մեջ, առաջի խոսքից, ասում է, երբ որ Սավուղի հետ խոսելը լմնցրեց Դավիթը, Հովնաթանի սիրտը Դավիթի սրտի հետ կապվեցավ։ Կապվեցավ եւ Հովնաթան իր անձի պես սիրեց Զանիկա։ Այդ ոնց եղավ, որ եղբայրներ, քուրեր ջան, Սավուղի տղեն, թագավորի տղեն սիրեց իր հոր թշնամուն։ Դες բան կարող լինի։ Ուրեմն հավատքի մեջ ճշմարտությունից առավել ուրիշ բան չբռնեք։ Ինքը Հովնաթանը սխալ բան արեց, թե ճիշտ բան արեց։ Ծնողը լավ բան է, ես ուրիշ բան չեմ ուզում ասեմ, եղբայրներ, քուրեր, բայց դա Հիսուսն ասեց, միչև մարդ։ Տեսեք, ես է պետք է ասեմ, գրված է թե չէ։ Ինչ անի, չթողնի, ծնող, երեխա, թորնի, պապիկ, լավ բաներ են,
կին, ամուսին, շատ լավ է, Աստծո նվերն է, բայց ով է քեզ նվիրել, մենք նվերը վերցնում ենք, նվիրողին մոռանում ենք եղբայրներ քուրեր, տեսեք ինչքան կարևոր է, որ դու ոչ թե նվերը կուրք սարքես, այլ նվիրողին պաշտես, այդ ճշմարտության սեր հենց այդտեղ է կայանում, որ մենք թողում ենք այդ իրական սերը, որ սրտի գահին նստած է, եւ մնացած բաներն ենք դնում առաջի տեղ, դրա համար Տերը հետ է քաշվում եղբայրներ քուրեր, եւ տեսեք այստեղ Հովնաթանը ինչը թողեց, թագավորություն, փառք, հանեց վերարկուն տվեց, սուրը տվեց, վերջապես ամեն բան ասեց Դավիթ, դու Աստծո մարդ ես, սիրելի հոգի, Հերն ասում էր, այդտեղ ես ինչ ես անում, դու թագավոր պիտի դառնաս, ես ինչ ես անում, ինքը քո թշնամին է, ինքը քո գահ ուզում է վերցնի, բայց Հովնաթան ասեց, Դավիթը Աստծո մարդ է, եղբայրներ քուրես ճշմարտությունը երբեք մոլորեցնեք, ճշմարտության համար երբեք առաջին ինձ է վերաբերվում, մենք պետք չի ճշմարտությունը փոխենք ունայն բաների հետ, եւ տեսեք, Հովնաթանը ճիշտ է տուժվեց ֆիզիկապես, մարմնավորապես, թագավորապես, տուժվեց թե չտուժվեց, փառքը թողեց թե չթողեց, բայց ինչը ընտրեց, ինչը գտավ, ինչը ունեցավ, Տիրոջ սերը ունեցավ, այդ ճշմարտության սերն էր, որ ինքը Մովսեսը թողեց փարավոնի գանձերը, հարստությունը եւ ինչ ասեց, ավելի լավ է այս գանձն ու հարստությունը դնեմ մի կողմ, գնամ իմ ժողովրդի մեջ, որովհետև այդտեղ տեսավ ճշմարիտ սեր։ Եվ շատ օրինակներ կան, ինչի համար ցակ Դանիելը մտավ առյուծների գուբը, ինչի համար, անգամ թագավորին ասեց մի նեղվի, ասեց դու մի նեղվի, դու ճշմարիտ թագավոր ես, դու սիրում ես ինձ, բայց կատարյալ սերը թույլ չի տա, որ ես ծուռ ապրեմ, որ ես քո արձանի դեմ ծնկի գամ։ Եղբայրներ, եւ շատ օրինակներ կա, այսօր քո օրինակն է, իմ օրինակն է։ Քո առջև ինչ են դրել։ Ինչ ա դրված քո առաջ, որ էդի խանգարում է քեզի, սիրելի հոգի։ Ինչքան հիվանդներ կան, ես էլ ասեմ, ես հիշում եմ Սևան են գնում, եւ մի 30 քանի տարի առաջ մի քույրիկ ունեին, կարծեմ Լուսներ անունը, ոսկորները դուրս էր գալի, մեր Քանաքեռի Կոմիտասի երիտասարդներով այդպես գնում էինք այցելելու, մանուկներին այտենց ինքը ուսուցում էր տալիս այդ քույրիկը, մանուկներին։ Եվ այտենց մի քիչ նեղված էի, որպես ասենք, բան այտենց, ասենց ինձի ձեռով, այ եղբայրան ասում ես, ինչ վիճակ ունես։ Ինձ ա մխիթարում, այդ ցավի մեջ, այդ ոսկորներս էս դուրս ա գալի։ Ասում եմ, մի հատ վիճակիդ նայ ասում ա, չես ուզում հորս մոտ գնամ։ Եղբայրներ քուրեր, միջև ես հիշում եմ էդի, եւ շատ ասենց հերոս եղբայրներ քուրեր, որ ճշմարտության սերը որ ունեն, ոչ մի բան աշկներին չի երևում։ Եկեք աղոթքով կանգնենք Տիրոջ առաջ եղբայրներ քուրեր, որ այդ